Հարգարժան լոռեցիներ, սիրելի մարզիկներ, մարզիչներ, բոլորիդ շնորհավորում եմ լոռվա ձմեռ 45-ի կապակցությամբ։ 45 տարի անընդմեջ լոռվա այս գեղեցիկ բնաշխարհում մենք այս գեղեցիկ միջոցառումը անց ենք կացրել եւ մեր ժողովուրդը միշտ գոհ է եղել լոռվա ձմեռ տոնախմբությունից։ Այս տոնախմբության ժամանակ նույնպես ցանկանում եմ մրցումների ժամանակ հաղթեն ուժեղները եւ նրանք, ովքեր պարտություն կրեն, երբեք չհուսահատվեն, միշտ իմանան, որ պարապմունքները մարզավիճակի մեջ մտնելը դա հաղթանակի գրավականն է։ Սիրելի ներկաներ, բոլորիդ ցանկանում եմ հաղթանակ եւ միշտ մասնակցություն։ Շնորհավոր լոռվա ձմեռ 45-ը։ Լոռվա ձմեռ տոնախմբությունը հայտարարում եմ բացված։ Ձյուն չլինելու պատճառով մեկ անգամ հետաձգված լոռվա ձմեռ մարզատոնահանդեսը թեժ լեռան հովիտ է բերել լոռեցիներին ու հյուրերի Հայաստանի ու աշխարհի տարբեր անկյուններից՝ դահուկավազք, լեռնադահուկ, բասկամարտ, սուսերամարտ, պարանի ձգում, բարձունքի հաղթահարում ու եւս 11 մրցաձև։ Ձմեռային տոնի մասնակիցների համար նաև համերգային ծրագիր, հեքիաթի հերոսներ, խորոված, քյաբաբ ու տաքթեյ։ Մի խոսքով այն ամենը, ինչ անհրաժեշտ է ավարտվող ձմեռը մի լավ վայելելու համար։ Յանուշն ու Սքոթը ընկերներ են, մեկը Կանադայից է, մյուսը Գերմանիայից։ Հայաստան են եկել հատուկ մարզատոնահանդեսին մասնակցելու համար, ասում են շատ են հավանել հայերին ու Հայաստանը, իսկ ձմեռն այստեղ նրանց խոսքով իսկական հրաշք է։ Մենք շատ ընկերներ ունենք ու ցանկանում ենք նրանց հետ դահուկներ ու սնոուբորդ քշել այստեղ, հիմնականում դրա համար ենք եկել։
Կարինե Սարգսյանն էլ զբաղվում է բռնցքամարտով, ձյան վրա մարտի դուրս գալը մի ուրիշ զգացողություն է, ասում է նա։ Մարտից հետո դեմքի վնասվածք է ստացել, բայց հանուն գլխավոր նպատակի աղջիկն ամեն ինչ անտեսում է։ Դժվարություններ շատ կան, բայց առանց դժվարությունների ոչ մի բանի մարդ չի հասնի։ Իսկ եթե մարդը նման նպատակ աշխատում է իր նպատակին, մինչև վերջ գնա։ Ciao amore, cosa fai? Dimmi cosa sei. Amore, amore mio, la luce del mattino. Amore, Մի քանիսը մրցում են, մյուսները երկրպագում, մի զգալի մասն էլ պարզապես զվարճանում։ Հարյուրավոր մասնակիցների համար կարևոր պահերից էր նաև պարգևատրման արարողությունը, որը սկսեց խարույկը վառելուց հետո։ Լավագույնների համար քաղաքապետարանը նվերներ ու պատվոգրեր էր պատրաստել։ Ըստ կազմակերպիչների լորվա ձմեռը ոչ մի անգամ այսքան մարդաշատ չի եղել, նախատեսվում է հաջորդ տարի ընդլայնել աշխարհագրությունը։ Մրցույթներին այսուհետ կմասնակցեն նաև մարզի այլ համայնքների մարզիկներ։ Ամենակարևորը նա է, որ մեր լոռեցիները, վանաձորցիները շատ մեծ ուրախությամբ են գալիս այս գեղեցիկ կիրճը, որպեսզի տոնախմբությունը իրականացնեն։ Ասեմ, որ բոլորի դեմքին ժպիտ եմ տեսնում, բոլորն ուրախ են։ Եվ ամենակարևորը, որ ինքնաբուխտոն է, եւ մինչև լորվա ձմեռի արարողությունը մի քանի 100 կամ 1000 անգամ զանգում եւ իմանում են լորվա ձմեռը երբ է լինելու, լորվա ձմեռը երբ է լինելու։ Եվ ի վերջո ժողովրդի համար ցանկալի տոնախմբություն է։ Տեսեք, տարբեր տարիքի, տարբեր հնարավորությունների, տարբեր հասարակության խավերից մարդիկ գալիս եւ լիասիրտ ուրախանում են։ Այս գեղեցիկ մարզատոնահանդեսը տոնում է իր 45-րդ տարեդարձը ու ուրախություն ինձ, ուրախություն բոլոր վանաձորցիների, կասեմ, որ իրոք այս տարի առանձնանում է նրանով, որ ավելի շատ մարդաշատ գտնվեց, մեր սպասածից ավելի շատ մարդ մասնակցեց այս գեղեցիկ մարզատոնահանդեսին։ Սա խոսում է այն մասին, որ մեր բնակչությունը սիրում է առողջ ապրելակերպը, ուզում է մասնակից լինի այս գեղեցիկ մարզատոնահանդեսին։ Վանաձորի բնակիչ ենք եւ ամեն տարի մեծ սիրով մասնակցում ենք լորվա ձմեռ տոնահանդեսին։ Մեջուկով Ժամանակը շատ հաճելի անցնում, եկել եմ թորնիկներիս հետ, հարսիս, աղջկաս, տղայիս հետ։ Ես առաջին անգամ եմ մասնակցում այս տարիքում լորվա ձմեռ այս կազմակերպությանը սպորտային, ձմեռային եւ շատ ուրախ եմ, որ թորնիկներիս հետ գտնվում եմ այս գեղեցիկ, այս հաճելի բնության գրկում։ Ձմեռ պապ եմ պատրաստում, ծնագուն եմ խաղում, սանկա եմ խաղում, դահուկ եմ քշում, խորոված եմ ուտում ու սարքում։ Ես այն վերևից պապայիս հետ իջել եմ սահնակով եւ պատահաբար ինչ-որ մի աղջկա մենք փեցինք։ Այսօր ամբողջ մարզադպրոցով մասնակցեցինք լորվա ձմեռ հանդիսությանը, կազմակերպեցինք լեռնադահուկային մրցույթ, հաղթողը մեր ուրեմն Լևոնյան Սերգեյն էր, երեխաները մեծ բավականություն ստացան, շատ հաճելի էր, շատ լավ անցավ, բնությունն էլ հուսախաբ չարեց, առատ ձույն տեղած, ամեն ինչ հիանալի է։ Դուք ինազգին օր զավակներ Հայքի տավթի ուժն է կարել Ուժը հզոր մեր հայկական տարեք բարձունք օլիմպիական ու պահեք վեր Ուժը հզոր մեր հայկական տարեք բարձունք օլիմպիական ու պահեք վեր Հայ մարզիկներ եղեք անպարտ Թողորներ կհնչի հպարտ Եվ մեր դրոշը հայկական թող ծածանվի միշտ հաղթական Դուք էլ եղեք միշտ մարտական Եվ մեր դրոշը հայկական թող ծածանվի միշտ հաղթական Դուք էլ եղեք միշտ մարտական Ձեզ ենք նայում հույսերով Մեծ հավատով հույսերով Միշտ եղեք արյուծներ, արծիվներ, միշտ ելեք վեր Ձեզ ենք նայում հույսերով
թաչին մայր հայրենիքի մեր մարզիկներին փառք մեր ազգին փառք մեզ սուրբ թաչին մայր հայրենիքի մեր մարզիկներին փառք մեր երկրին Մարդիկ ուժնեն հարգում արդար Նաև մտքի ուժը ճարտար Գեցեք հայոց մեր մարզիկներ ով հարապանց մեր մարզիչներ Աստված լինի թիկունքին ձեր Գեցեք հայոց մեր մարզիկներ ով հարապանց մեր մարզիչներ Աստված լինի թիկունքին ձեր Մայր հայրենիքի մեր մարզիկներին փառք մեր ազգին փառք մեր սուրբ խաչին մայր հայրենիքի մեր մարզիկներին փառք մեր երկրին մեր երկրին Այս ամենը կյանքի կոչելու համար Վանաձորի քաղաքապետարանը ծախսել է 3.200.000 դրամ։ Ամելյանական 45-րդ մարզատոնահանդեսը այս տարի եւս Թեժլերան հովտում իր շուրջը հավաքմբեց հազարավոր լոռեցիների եւ ոչ միայն։ Գոհար Մովսիսյան, Սարգիս Գոքորյան, Արմեն Շահբազյան եւ Տիգրան Բարսեղյան, Մոլորակ, Թեժլերան հովտից։